Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Հայկը տարօրինակ անհանգստությամբ է լցված։ Չնայած Նարեի հանդեպ իր անվերապահ սիրուն ու ջերմությանը, խանդիկ այծերը սկսում են աստիճանաբար մեծանալ։ Վերջին օրերի իրադարձություններն ու Նարեի խուսափողական պահվածքը նրան ստիպել են ամեն մանրուք նկատել ու յուրովի մեկնաբանել։ Նարեի տանն արդեն ժամանել է Սաքոյի ընկերոջ որդին՝ Խորենը։ Նարեն ներկայացնում է նրան որպես եղբոր նման մարդ, մեկը, ում հանդեպ չունի որևէ ուրիշ զգացում, բայց Հայկի մտքում այդ բացատրությունները խաղաղություն չեն բերում։ Խորենը նրան թվում է չափից դուրս հարմար, չափից դուրս ներկայանալի։ Նրա երևալը Նարեի շուրջ արդեն իսկ վտանգի ազդանշան է Հայկի ներսում։ Ժամանակը անցնում է, Նարեն տուն է վերադառնում։ Սեղանի շուրջ բոլորը հավաքված են՝ Սաքոն, Անիկը, Խորենը, ինչպես միշտ նաև Արմոն։ Նրանք նստած են միևնույն սեղանի շուրջ, ժպիտով ու հանդարտությամբ։ Մի պահ ֆոտոխցիկը ֆիքսում է այս տեսարանը։ Նարեն հայացքով անցնում է լուսանկարներին ու սառչում։ Լուսանկարում Արմոն ձեռքը դրել է իր ուսին։ Այդ պահը հենց այն է, ինչը կարող է կործանել Հայկի վստահությունը։ Նարեն խորապես գիտակցում է։ Սա կարող է նոր սկիզբ լինել մի ծանր վիճաբանության, խանդի փոթորիկի։ Նա բարի ժպիտով խնդրում է բոլորին կրկին լուսանկարվել, հույսով, որ նոր լուսանկարները կջնջեն անցանկալի հիշողությունը։ Մյուս կողմում Սաքոն փոխել է մարտավարությունը։ Վերջերս հաճախակի սկսելով մտածել Վռամի մասին, որպես իրական ընտանիքի անդամի, նա վերանայում է նախկին դիրքորոշումները։ Այժմ նա նույնիսկ հորդորում է Վռամին, որ չկորցնի Սոնային։ Ընտրելով ուշագրավ ձև, նա սկսում է մղել Վռամին այն միակ քայլին, որը կփակի բոլոր անցյալի վեճերն ու վիրավորանքները։ Սաքոն ցանկանում է, որ Վռամն ամուր կանգնի, բացի Սոնայի առաջ դուռն ու այլևս երբեք չթողնի հեռանալ իրենց տանից։ Վռամը իհարկե շփոթված է, չի հասկանում այս շրջադարձային վերաբերմունքը, բայց Սաքոն չի սահմանափակվում միայն համոզելով։ Նա անձամբ ձեռնամուխ է լինում գործին, գիտակցելով, որ Սոնան չի պատասխանում Վռամի զանգերին, նա զանգում է հենց Սոնային։ Սոնան վառված զարմանքով նայում է հեռախոսի էկրանին։ Այս զանգը անհավատալի է։ Սաքոն, այն մարդը, ով երկար ժամանակ չէր կարող նույնիսկ նրա անունը լսել, հիմա զանգում է նրան։ Սակայն Սաքոյի սրտում չեն մոլեգնում մեղմ ցանկություններ կամ խաղաղության որոնումներ։ Նրա մեջ խոսում է ցավը, վրեժի կարիքը։ Աբոյի տարիների թշնամու կողմից վերապրած նվաստացումը դեռ չի մոռացվել։ Նրա հիշողության մեջ ամուր է փակված նկուղային այն խավար սենյակը, որտեղ Աբոն պահել էր իրեն ասես բանտարկյալի։ Եվ հիմա Սաքոն մտածում է վրեժի ամենախոր տարբերակի մասին։ Նա ցանկանում է Սոնային ներգրավել իր խաղի մեջ, դարձնել նրան իր հաղթանակի խորհրդանիշը։ Նա երազում է այն պահի մասին, երբ Աբոն կիմանա, որ դուստրը Սոնան ապրում է իրենց տանը, նրա որդու կողքին, իրենց օրենքներով եւ իրենց վերահսկողության տակ։ Դա կլինի վերջնական հարվածը։ Եվ հենց այդ միտքն է, որ դրդում է նրան մոտենալ Սոնային իր սովորականից խիստ տարբեր կերպով։ Սաքոն այլևս հակառակորդներին հաղթելու համար չի բղավում կամ սպառնում։ Նա անցել է նոր, լուռ ու հաշվարկված ռազմավարության, բայց նրա դիմակի տակ դեռ կանգնած է նույն մարդը, խոր վրեժի ծարավով, պատվի ու հեղինակության վերականգնման մոլուցքով։ Հարգելի հետևորդներ, արդյոք Սոնան կհամաձայնի Սաքոյի առաջարկին եւ կփախչի տանից ու կգնա նրանց տուն։ Գրեք մեկնաբանություն։